Եվրամիությունը միջուկային փորձարկումների վերսկսման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո կոչ է անում ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին կատարել միջուկային չտարածման պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կաիսա Իթկոնենը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, մենք տեսել ենք Թրամփի հայտարարությունը։ Մենք կոչ ենք անում միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի բոլոր մասնակիցներին կատարել իրենց միջազգային պարտավորությունները։ Մենք դիմում ենք ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ԱՄՆ-ին, ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ Ամերիկացի գործարար Իլոն Մասկի հայրը Էրոլ Մասկը հայտնել է, որ տպավորված է եղել ճշմարտության մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերից։ Մեծ թատրոնում նա ասաց, որ լավագույն միջմարտցամաքային զենքը ճշմարտությունն է։ Ես մտածեցի, որ ինքս կցանկանայի օգտագործել այդ արտահայտությունը ապագայում, ասել է Մասկավաքը։ Նրա խոսքով Ռուսաստանի առաջնորդը հասկանալի եւ խելամիտ է արտահայտվել։ Գործարարի հայրը նաեւ ափսոսանք է հայտնել արևմտյան երկրների եւ Ռուսաստանի միջև տարաձայնությունների կապակցությամբ։ ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնվել դեպի արևելք, մոտենալով Ռուսաստանի սահմաններին եւ նրա համար ուղղակի սպառնալիք ներկայացնելով։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի ռազմական վերլուծաբան եւ ծովային հետևակի նախկին սպա Բրայան Բելետիկը։ ՆԱՏՕ-ն բազմաթիվ ագրեսիվ պատերազմներ է վարել իր անդամպետությունների սահմաններից դուրս, հիվանդության պես տարածվելով մինչև Ռուսաստանի սահմանները եւ դրանց երկայնքով։ Մի գործընթաց, որը եթե այն այլ կողմ լիներ եւ կազմակերպվեր Ռուսաստանի կողմից եվրոպական կամ ամերիկյան սահմանների դեմ, կկոչվեր թշնամական էքսպանսիոնիզմ, հայտնել է վերլուծաբանը։ Փորձագետի խոսքով եվրոպացի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները միայն ձևացնում են, թե չեն հասկանում ինչ է կատարվում, ինչը ցույց է տալիս, թե իրականում ով է Դաշինքի եւ Մոսկվայի միջև հակամարտության նախաձեռնողը։ Ֆրանսիական պատրիոտներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն կտրուկ արձագանքել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հայտարարությանը, ով սպառնացել էր ջնջել Մոսկվան աշխարհի քարտեզից։ Քաղաքական գործիչը հայտնել է, որ նման հայտարարությունները վտանգում են ողջ Եվրոպայի անվտանգությունը։ Նա բացահայտ մարտահրավեր է նետում Ռուսաստանին, հնարավոր է եկել է ժամանակը բոլոր խելահեղ քաղաքական գործիչներին վտարելու եվրոպական մայրցամաքից, նշել է Ֆիլիպոն, Ֆրանկենին անվանելով հասարակական վտանգ։ Ավելի վաղ Բելգիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը նույնպես քննադատել էր նախարարի խոսքերը, դրանք որակելով անպատասխանատու եւ ագրեսիվ։ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը ընդգծել էր, որ Ֆրանկենի արտահայտությունները պատերազմական հիստերիայի վառ օրինակ են, որով վարակվել է Եվրոպայի քաղաքական վերնախավը։ Ռուսաստանից տարածված ակտիվների հաշվին Ուկրաինային օգնելու Եվրամիության ծրագրերը կապված են սեփական ռեսուրսների սպառման հետ։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իրենց ծակ-բյուջեներում նրանց ոչինչ չի մնացել, սակայն գողության օրինականացման շուրջ համաձայնության գալ չի ստացվում, ընդգծել է Զախարովան։ Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով փորձագետներն ուշադրություն են դարձնում նաև Եվրամիության ծրագրերի եւ միավորման սպառվող ռեսուրսների միջև կապին։ Զախարովան հավելել է, որ արևմտյան ԶԼՄ-ները խոստովանում են, որ Եվրամիության կողմից Ուկրաինայի աջակցությունը գնալով ավելի փխրուն է դառնում։